Առաջի հարթությունը քաղաքական իշխանությունների պատասխանատվության խնդիրը։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել չափազանց մի կարևոր ուղերձի վրա, որը արել է մեր նախագահը մեկնելով Լոնդոն եւ անցնելով Թուրքիայի օդային տարածքով։ Կարծում եմ, որ այս ուղերձը եւս մեկ անգամ հաստատում է Հանրապետության նախագահի վճռականությունը այս հարցի շուրջ։ Եվ նաև շատ ուրախ եմ, որ այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը պաշտպանում է եւ Միացյալ Նահանգների վարչակազմը, եւ Ռուսաստանը, եւ Եվրոմիությունը։ Եվ բոլորն էլ սատարում են մեզ գնալ այս ուղղությամբ։ Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ սա խորը գիտակցված քայլ է։ Սրանով կարծում եմ կհամաձայնվեք, որ Հանրապետության նախագահ բացեց նոր էջ հայ-թուրքական հարաբերություններում։ Եվ այսուհետև մենք ձեզ հետ գործ ունենք նոր իրողության հետ։ Դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե դուր չի գալիս, մենք բոլորս ստիպված ենք այլևս հաշվի նստել այս իրողության հետ, որ բացվել է նոր էջ քաղաքական բարձր մակարդակով հարաբերություններ հաստատելու համար։ Եվ Հանրապետության նախագահի ուղերձը, կարծում եմ բոլոր կասկածները հանում է այն առումով, որ սա որևէ դիվանագիտական խաղ չէ, այլ մեր անկեղծ ձգտումն է հարևան պետությունների հետ հաստատելու բարի դրացիական հարաբերություններ։ Երկրորդ կարևոր թեզը քաղաքական հատվածի, որ հնչեցրեց Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ հաստատելով մեր դիրքորոշումը, այն է, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրների հետ հարաբերություններով, եւ որ երկկողմ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Կա երրորդ կարևորագույն թեզը Հանրապետության նախագահի ելույթում, այն է, որ արձանագրությունների վավերացումը, սահմանի բացումը Թուրքիայի հետ կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Եվ կարծում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքական հարթության մեջ կարծես թե բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանի կողմից իրականացվել են։ Եվ կարծում եմ կհամաձայնվեք, որ պահն է, որպեսզի մեր երկրների նախագահները դրսևորեն քաղաքական կամք եւ գնան առաջ վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ Միևնույն ժամանակ պետք է համաձայնվենք այն թեզի հետ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն ունեն իսկապես քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ կեցվածքից շատ բան է կախված, որովհետև դա ազդակ է եւ հանրությանը, մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաեւ միջազգային հանրությանը, թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան։ Այժմ անդրադառնանք երկրորդ հարթությանը, այն է, ինչպես է մեր հասարակությունը ընկալում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարությունը։ Գաղտնիք չէ, որ մենք հանդիպեցինք նաև հակադրության։ Այդ թվում նաև սփյուռքահայությունում մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը համահունչ չեն մեր ընկալումների հետ։ Եվ մենք դա համարում ենք շատ բնական, որովհետև պատմությունից մենք ստացել ենք այնպիսի ժառանգություն, այնպիսի վերքեր, այնպիսի ցավ, որը մեկ ակնթարթում հաղթահարել հնարավոր չէ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք, որ այդ տեսակետները
արհեստական տեսակետներ չեն, դա օբյեկտիվ տեսակետ է եւ կա մեծ մտավախություն, վախ, որ իրականում սա ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարություն է, այլ խաբկանք, վտանգավոր խաբկանք, որը եւս մեկ անգամ հիասթափություն է բերելու մեր ժողովուրդներին եւ որը ստեղծելու է այնպիսի միջավայր, որը հեռու է իրականությունից, որը հեռու է մեր պատկերացումներից, թե ինչպիսին պետք է լինի իրողությունը։ Եվ հիմնական թեզը կայանում է նրանում, որ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որպեսզի մենք կորցնենք մեր զգոնությունը, եւ դրա վտանգը կայանում է նրանում, որ մենք պատրաստ չենք լինի նոր մարտահրավերներին, նամանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, նաև սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք չենք կարող շատ երկար սպասել, պետք է լինի խելամիտ ժամանակահատված ստանալու մեր քաղաքական գործընկերներից պատասխանը առ այն, թե ինչպես են նրանք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ արդյոք նրանք դրսևորելու են քաղաքական կամք ավելացնելու այս արձանագրությունները նաև Թուրքիայի պարլամենտում։